Jogi la. Բայց սիրում եմ ես այս երգը։ Արմեն ալու է։ Բայց ես այս երգը սիրում եմ։ Հավալոդետ մոբորա։ Ես օրինակ այտենց մի պերիոդ եղել ա, որ ես ռաբիզ լսել եմ։ Հա։ Փորձել եմ ճանաչեմ էդի, փորձել եմ բացահայտեմ, թե դա ինչ է, ինչ երաժշտություն է։ Ոնց որ պերիոդներ է, չէ՞ եղել կյանքում այդ պատանեկությունից հետո, երբ որ հասունացում, բան ասած ինչ որ հետո ինչ որ կյանքի հարցերի, էգզիստենցիալ թեմաների հետ սկսում ես բախումներ ունենալ։ Մեջը ինչ որ հազար ու մի բան է, էփոցիներ է տեղի, չէ՞ ունենում։ Ու սկսում ես ինչ որ հոգուտ հետ ինչ որ խոսացող երաժշտություններ փնտրես։ Ու ընկերներիդ հետ հավաքվում եք, որ խմում եք, ու սկսում եք փիլիսոփայել, ու մեկ էլ խոսքի sense երգ եք դրնում։ Ու вообще ինչ որ խորանում եք, էմոցիոնալ դաշտա ձևավորվում մեջները, այդ բան, ու sense կիսվում եք, դաժե կարող է լացեք էլ, sense քեզ ասեմ։ Բայց թակուն զոքանում։ Չէ, ախպեր, դաժե իրար հետ խոսքի հուզվում եք էլի ինչ որ թեմաներից, բաների։ Օրինակ, որ այդ ամեն ինչ ես հիշում եմ, այդ ժամանակ երևի երկրորդ կուրսը ինչ էի, մի 16-7 տարեկան տղա էր։ Այդ ժամանակ սկսեցի մեկ-մեկ ըստ տունը միացնել, բայց դե նաուշնիկով էի լսում, բարձր չէի լսում։ Դե ամոթա։ Այդ ժամանակ նոր էր մեր կոմպը, նոր կոմպ ունեինք ու ինտերնետ կար, թեթևակի, dial-up էր, ինչ էր, հազիվ այտենց կարում էր այտենց տոլի այդ երգերը ախպեր դիսկով ունեի ինչ որ sense։ Դնում ֆռոսնում էի։ Այդ պերիոդներ Էդի երևի տևել է մի քանի ամիս բան ինչ որ լսել եմ այդ ռաբիզ ոնց որ հիմա էլ որ լսես մի քիչ ներսդ կխառնի տենց ավելի տխուրոտ ինչ որ տխուր էմոցիոնալ ինչ որ բան ներսդ կասկից ստեղծող բան բայց ինձ թվում է ամեն ինչն կարելի է ու նես չի կարելի ես օրինակ ընկեր ունեմ ով հասարակ կյանք ռաբիզ է լսե, ուրիշ երաժշտություն էլ է լսե, ինքը այնքան խորի մաս մարդ է, որ հետը կարաս ինչից ուզում ես խորանաս ու հետդ կխորանա հավասարին, էլի։ Դրա համար ինձ թվում է երաժշտությունը թե ինքը դեր ունի, այսինքն մարդու աշխարհայացք ձևավորման մեջ, բայց ժամանակ առ ժամանակ էլ տենում ես մարդկանց, որ ասում ես չէ, ընկեր, մարդը կարա ռաբիզ էլ լսի, բայց ինքը իր աշխարհը ահա որ մեծ լինի։ Լավ ես ասում։ Չգիտեմ, դու ոնց ես կարծում։ Նայ ռաբիզը ինձ թվում է մտարժի սահման էլ ինչ է էլի, вообще։ Ռաբիզը իրականում բան է, չէ՞, արաբական, դե օրիգինալը արաբական է, մուղամը, հետո թուրքերն է ունեցան մուղամ, ադրբեջանցի եւ այլն, տեսակ ռեգիոն։ Տարբերություն կար, չէ՞, ինչ որ կարծեմ։ Չէ, ինչ որ մանր անկապ վիճակներ։ Օրինակ ես արաբական մուղամը կարում եմ լսեմ, ականջիս գալիս է, բայց թուրքականը չեմ կարում։ Այ չեմ կարում սկի տարանջատեմ, այդքան շատ չեմ լսել, որ ասեմ։ Հասկացա։ Դե պարսկական է կա, բան ասած էլի։ Հա։ Դե մուղամը ոնց որ ինչ-որ բան է, էլի։ Ճիշտ բառը չգիտեմ, ճիշտ տերմինոլոգիան։ Երաժշտության տեսության տեսանկյունից, music theory տեսանկյունից, բայց ոնց որ մուղամը ուղղակի տենց ինչ-որ նվագելու ձև է։ Կարաս նույն բանը ոնց որ նվագես մուղամով ու սովորական առանց այդ ելևեջների էլի չէ։ Ոնց որ ասենք տենց ինչ-որ 18-րդ դարի, հա, երևի այդ կլասիկաները եվրոպական, ասենք գերմանական բան, տենց, ավստրիական։ Որ լսում ես դրանք սա ինչ-որ ընդհանուր sense էներգիա ունեն, էլի։ Ճիշտ ես ասում։ Մոցարտը լինի, չգիտեմ, Բախը լինի, Բեթհովեն, բան, սա sense մի տեսակ նույն էներգիան է տալի, էլի։ Ճիշտ ես ասում, հա։ Այդ դրանց մոտ է sense ինչ-որ մի հատ կատեգորիա, էլի, ոնց որ մուղամը։ Հիմա ռաբիզի գեշայինը, որ մուղամը, որը արաբական երաժշտություն է, բայց հայերեն բառերով։ Ու դե մարդիկ ասում են ոնց որ արա հոփը լես ինչ է կանում, ոնց որ հայկական այդքան երգերաժշտություն կա, այդի թողած, ասենք մուղամ եք օգտագործում։ Ընտրում եք էդի, էլի։ Հա։ Ոնց որ միակ տաբուն ռաբիզի էդ է։ Հա։ Որ ուղղակի ճիշտ չի, քանի որ բայլս, որտեվ կա հայկական երաժշտություն, որը կարելի է լսել դրա փոխարեն, էլի։ Հա։ Բայց դե բնականաբար ասենք արաբական մշակույթը ֆանտաստիկ ուժեղ մշակույթ է եղել։ Շատ։ Մարդիկ այդ մողամի տակ են մեծացել, ուժեղ գիտություն են ունեցել եւ այլն եւ այլն եւ այլն։
մաթեմատիկա ու տենց։ Դե օրինակ նամազն էլ, չէ, որ տենում ես նամազն էլ ինքը տենց մուղամային ելևէջների տակ է, չէ, այդում։ Այսինքն մեկը հելնում է բաշնյայի վրա, դեից գոռում է, մուղամա երկու։ Այ ապրես, հա։ Ուժեղ մոմենտ է դա, հա։ Դա ինչ որ ուժեղ մոմենտ է, ու եթե անկեղծ լնեմ, ես որ խոսքի լսել եմ, դա, այսինքն ինքս այդպես տեղանքում չեմ եղել, որ այդպես հնչի ու լայվով լսեմ, բայց այդպես եղել է դե ռոլիկներ, բաներ, որ լսել են, դրա մեջ էլ հոգևոր ելևէջներ կա, քեզի հասնում է դա։ Այսինքն ինչ որ հաճախականություն է, որը որ հոգիդ ոնց որ արթնացնի այդ պահին, լրիվ կպնես հոգևոր դաշտին, ասես ինչ որ բան եմ զգացել, էլի։ Դրա համար ինձ թվում է դա մարդուն բան ասող, այսինքն ելևէջներ են ինչ որտեղ։ Այո։ Մինչև որ ինքը եկել է փոխվել ու դարել է պրիմիտիվ, ինչ որ կլ ու տաշի տուշի բան, ու այդ ամեն ինչի մեջ ոնց որ ինքը դարել է լրիվ պրիմիտիվ, էլի, հասկանում ես։ Հա, հա։ Բայց հա, որ կպնում է հոգուն, այդ միանշանակ։ Դե ասենք կարող է ինչ-որ ուրիշ մշակույթի մարդկանց չկպնի, չգիտեմ, ասենք ասիացուն կկպնի, թե չէ, արևելյան ասիացուն։ Կարող է չկպնի։ Բայց մեր ռեգիոնի մարդկանց կպնում է։ Հա, հա։ Շատ ուժեղ կպնում է։ Ու հա։ Ու գիտես ինչը չեմ հասկացել օրինակ։ Բան է, որ ասում են դե ինչ երաժշտություն է, դերատակին ուրախանալ։ Բայց մյուս կողմից խոսքի կեթան իսպանական ինչ որ պրիմիտիվ ռեգետոնի տակ էլ կուրախանա։ Խի խոսքի մենք չենք ասում, որ դա պրիմիտիվ է, բայց վեկալում ենք ասում ենք, որ այդ կլկլոցը պրիմիտիվ է։ Դերատակ խոսքի չարժի, բայց Էնրիկե Իգլեսիասի ռեգետոնի տակ արժի օրինակ։ Որտեղ երկողին տենում ենք, գիտենք որ երկողը պրիմիտիվ է։ Հա։ Իսկ Էնրիկե Իգլեսիասը մեզ թվում է բան, հունական աստված, Զևսն է թվում, իր ստեղծածը բան է։ Արժեքա էլի, հա։ Բայց ասենք նույն բանն է անգեր։ Նույն օտար բան է էլի։ Ճիշտ է։ Ու բայց նայ, ասենք որ նայում ես հայկական մշակույթը էլի, հայկական երգարվեստը։ Անգեր այդքան շատ ուրախանալու երաժշտություն է չկա։ Ասենք թույն ելևէջներ կա, օրինակ Արտո Թոջբայաջյանը շատ ուժեղ երաժշտություններ ունի, որ զգում ես, sense հայկական հոտը sense խփում է շատ ուժեղ ձևի։ Ու ուրախ է այդ երաժշտությունը։ Կարած դերատակ շատ սիրուն պարես անգեր։ Հա։ Մի քանի հատ հենց հիմա մտքից գալիս, ասենք ֆանտաստիկ երաժշտություններ է, կարած միանշանակ հարսանիք կազմակերպես այդ երաժշտությունները։ Թաթայի տակ էլ։ Թաթան Ռաբիզադե։ Թաթան Ռաբիզա, բայց օրինակ ես չեմ զգում իր մեջ այդ կլկլոցը, sense ինչ որ ինտենսիվ ձևով։ Իր մեջ, չգիտեմ, իր երկացի մեջ ես Ռաբիզա։ Շաբադավա դաշալ է։ Հա, ավելի շատ էլի, չեմ անում այդպես։ Բայց այդ ֆակտորն էլ չէ կա, որ երաժշտությունը ինքը ոնց որ մի քիչ դար է ապրում, մի քանի տարի է ապրում, օրինակ 20 տարի ապրում է, կամ 25-30։ Դու սկսում ես արդեն իրան ընդունել։ Հա։ Օրինակ չգիտեմ, ժամանակին օրինակի համար, հա, 20-25 տարի առաջ Արամ Ասատրյան, որ ես լսեի, ներսուս պայքար կար, չէ, չպետք է լսվի էսի։ Ինձ տհաճ է կամ ինձ բան չի։ Բայց հիմա որ ականջովս լսվում է, մի քիչ դաժե հաճելի է, դաժե մի քիչ ոնց ասեմ, ոնց որ հարազատ բաներ գտնես իր մեջ։ Ճոգում ես որ այդ մարդուն ճանաչում ես, դու զգում ես իր էներգիան։ Հա։ Ու կլասիկ, ասենք միջին հայի էներգիա ունի ինքը։ Երևի նամանավանդ given որ ասենք ստեղ ենք Հայաստանում չենք, դրա համար ավելի հարազատ է։ Ճիշտ ես ասում, դա էլ է ճիշտ։ Ասենք այն բալկոնից որ նայում է իրեն անհասկանալի կենթայինները, ասենք այն դալալները, բան որ իջնում էին հայատ, ասենք դրանց էներգիան է ստանում։ Սաղ կյանք տեսել ես դրանց, հիմա ասենք չես տենում դրանց։ Ոնց որ ինչը չլինի կարոտում ես, էլի ջոգում ես, ասենք կարող է շատ զզվելի բան է, բայց կարոտում ես, հա։ Դա սաղ կյանք տեսել ես, էլի, հա։ Օրինակ հենց այդ կլկլոցներն էլ, որ խոսքի նիվեկից բաներից լսվել է միշտ ու զզվելը տեկել է, բայց սպասում ես որ պետք է լսվի։ Որ կայնած ես դոսը սպասում ես որ ուր արա, ուր այդ նիվենտը գա, կլկլոցը տո գա անգեր, ուր։ Խոսքի հիմա որ դելես զլես այդ բանը, այդ կլկլոցը։ Դու այդ աշիշ, դու այդ մոտիվը կապրես, հասկանում ես, կողքով նիվեն անցավ, հասկանում ես։ Էդի քեզի հիշացնում է ոնց որ օրինակ դու քո ասացի պես ոնց որ Սարյանով քայլ էիր։ Հա, լրիվ։ Բաներ է էլի, sense ազդակներ է։ Հա, ազդակներ է։ Այդ սիրուն հիշողությունը այդ հիշերը։ Հա, ճիշտ է։ Դե հիմա էդ էլ է մասնիկ։
Այդ էլ է հետաքրքիր, էլի, ասենք այդ ժանրի ընկերներ ես ունենում, այդ ժանրի բարեկամներ ես ունենում, որ հետները մոտ ես լինում, խոսում ես եւ այլն։ Հա։ Ասենք սեր ես կիսում, էլի, ասենք բարեկամը, անտիր մարդը, ֆանտաստիկ։ Ճիշտ ես ասում։ Բայց ջոգում ես, որ ուրիշ հայացքներ ունի եւ այլն, մի քիչ ուրիշ ձև նայում կյանքին, բայց օքեյ, հա։ Ու տենց իրան էլ ես սիրում որպես մարդ։ Ու ոնց որ դրա մեջ էլ ես կարում քեզ, այսինքն սկսում ես հասկանալ, էլի, որ օքեյ, այս մարդը ծնվել է այսինչ միջավայրում, ասում ես կարող է ես այդ ծնվեի, այս հնարավորությունները չունենայի, այս հնարավորություն չունենայի լսած ելնեի կլասիկ երաժշտություն, կարող ես են գնեի դրա մեջ, ասեի, էսա դե ճիշտ է, ընկեր, բարձ, սրանով գնում է, էլի։ Հա, հա։ Ու դե արդեն չես մեղադրի էլի այդ մարդուն։ Հա, լրիվ համոզում։ Դե մեղադրես, ասենք ինչ-որ չգիտեմ։ Չէ, իրականում Վերին կետի ինչ-որ մի հատ, որ մշակույթի նախարարության օրինակի համար, որ հա, հա։ բավականաչափ պրոմոտ չի անում, չի, ասենք, ֆինանսավորում ինչ-որ մարդկանց, այս ժամանակին ինչ-որ անկապ բան, ծրագրեր կային, ժողովրդական երգիչ, բան ազգային երգիչ, մարդիկ կային ընկեր, որ ազգային երգեր են երգում կամ հայկական երգեր, ժողովրդական եւ այլն, ու թույն երգում էին։ Կարակ եթե մոդեռնիզացնեք, ընկեր, ամոթ չի էդի, ասենք դու չես պղծում, եթե beat ես դնում դրա տակ։ Beat դիտակը թող երիտասարդությունը լսի, ասենք ոնց որ gorgeous beats-ն անում, ասենք վեկալում է ինչ-որ մատ կլասիկ բան, beat-ա դնում, իհարկե մի քիչ տես տափակ աստես, անընդհատ նույն բանն է, շատ կրեատիվ չի գնում իր մոտ։ Զարգացումը չկա։ Հա, զարգացում չկա, նույն կրկնվող beat-ն անընդհատ սաղի տակ դնում, բայց անում անգեր թարմացնում է, էլի, հետա բերում, շունչա տալի։ Լրիվ համաձայն եմ քո հետ։ Ու եթե խոսքի մի քանիսը լինեն այդ կրեատիվ անողները, այսինքն այդ փոփոխություն անողները մի քանիսը լինեն, օքեյ, թող 30 հոգի լինեն օրինակի համար, դու այդ 30-ից էլի ընտրություն ունես քո համար ընտրելու որոշներին, ով կարող է ավելի կրեատիվ փոփոխություն կատարի, հա։ Իսկ հիմա մեզ այդ մենակ այդ քո ասած բանն է, արտիստն է հայտնի, ով որ անում է ինչ-որ բաներ, հա, ես էլ եմ լսում, ես զգում եմ մի գործից հետո էլ չեմ կարող ավելի լսեմ իրան, էլի, ոնց որ հոգնեմ։ Հա։ Որովհետև ոնց որ սպասես նույնատիպ կրկնողություն ուրիշ ինչ-որ երկից վերցրած փոփոխած, էլի, հա։ Հա, ավելի սիրուն կարար դառնար, ավելի կրեատիվ, բայց տես իրանք խոսքի հալալ է, իրանց որ իրանք անում են մի բան, որը որ էլի լսելի է, էլի ականջիդ գոնե հաջող է, էլի։ Ու ես ինչը վերաբերվում է մյուս խոսքին, այդ բանին մեղադրանքի թեմայով, ես էլ вообще չեմ մեղադրում։ Իրոք մեղադրելու բան չկա, որովհետև ինչը տարածվել է, դա վերցվել է։ Այո։ Հիմա դա, հա, մեր ախպերներն են, մեր արունակիցներն են։ Ուղղակի ասենք ինչ անենք, որ բախտը, ասենք, շատ գեշ է գտնվել մեր հանդեպ, ու մենք երկար ժամանակ 600 տարի եղել ենք Օսմանյան կայսրության տակ։ Դրանից առաջ էսի ինչքան արաբական տիրապետության տակ ենք եղել։ Այդ մարդիկ ուղղակի չեն ձգել, մտել են դրա տակ, կրել են էդի, մտել է մեջները ուղղակի։ Ճոգմես, բայց նույն քո տեսակն է, անգիր, նույն քո մարդ տեսակն է ինքը։ Քո նույն գծերը ունի նույն ուժը, ինչ որ դու ունես, ունի նույն թուլությունները, ինչ որ դու ունես։ Ուղղակի ինգել է դրա տակ այդ մարդը։ Այդ երաժշտությունն է կրում, արաբական երգը լսում, sense ահա որ խոդուտա տալի, տենց իրան դուրա գալի։ Ինքը դաժե կարող է ընտրություններ չի ունեցել, որովհետև այդ իրանը նենց է տրվել, որ ինքը ուրիշ ալտերնատիվ այդ ընթացքում չի ունեցել, որ ուրիշն էլ ուսումնասիրի ու հասկանա թե այդ ամեն ինչից իրան որն ավելի հաճելի։ Դե այն ժամանակ ինտերնետ չկար, այն ժամանակ հիմա օրինակ ինձ թվում է, որ նմանատիպ երաժշտություն լսողները շատ ավելի քիչ են, քան 20 տարի առաջ։ Որովհետև 20 տարի առաջ ոնց որ հայկական երաժշտությունը ասոցացվում էր հենց այն ամեն ինչով, ովքեր որ այդ этаպում ոնց որ ակտիվ էին ու կասետներ էին թողում։ Էդի այն արձագանքներ, որը որ բաներ անում, արձագանք ստուդիոներ, բան եւ այլն։ Հա, այսինքն մարդիկ, որոնք որ մեյնսթրիմ էին անում այն ժամանակվա պայմաններում, ու տես կասետներ էին թողում, այդ էր լսելի։ Կամ է հայտղեք էլի։ Կամ էլ հայտղեք օրինակ։ Հայտղու սահմանումն էին տալի իրենց չափով։ Հա։ Ու մեկ էլ կար այն բանը, ինչ թատրոնա կոչվում, այդ Արտուր Գրիգորյանինը, չեմ հիշում։ Երկիպետական թատրոն, հա։ Ու ճիշտն ասած այնպես չի, դա իմ անձնական կարծիքն է, ինչ ասում եմ, զուտ հավանությանս առումով։ Ես օրինակ իրանց էլ այնպես չի սիրել եմ այդ տեղից դուրս եկած
մարդկանց արածը էլի, այսինքն իմ սրտին էդ էլ չի կպել, ինձ այդքան էլ մոտ չի եղել։ Ու դրա համար ոնց որ այն ժամանակ շատ չէր այդ տեսականին, որի մեջից դու կարայր ինչ-որ մի բան վերցրել ես այն, ինչի մեջ օրինակ դու քեֆ ուրախությունն ավելի շատ ա եղել, օրինակ, հա, ուզեցել ես ինչ-որ լավ ուրախ էմոցիաներ ստանաս, գնացել ես, չգիտեմ, ասել ես ախպեր, թող ոչինչ կլկլոցը լինի, բայց այդ դրա տակ ես լավ էմոցիա եմ ստանում, օրինակ, հա։ Հա, տենց հա դարել ինձ թվում, ու ես էլ այդտեղ вообще մեղադրանք չեմ տեսնում, որ կարելի է ասել։ Ուղղակի դա աստիճանաբար փոփոխման ենթակա կարա լինի, եթե դրա վրա աշխատանք գնա, էլի։ Ու այն ամենամաքուր ելևէջները կոմիտասից դուրս եկած տրվի մարդուն ու մարդ հետի կճանաչի, որովհետև էդ էլ է գենետիկ հիշողություն ինձ թվում է։ Օրինակ տես Տիգրան Համասյանը, որ երաժշտություն է անում, ինքը հայկական ելևէջներ է տալիս, ու ես օրինակ որ էդի լսում եմ, ես զգում եմ, որ ես էդ ինձ հոգեհարազատ է այդ ելևէջները։ Կոմիտասական բան եմ գտնում դրա մեջ։ Ու դե կոմիտասն էլ ինքը տարիներով դրել է, փորձել է հայտնաբերի, բացահայտի, թե մեր իրական հայի երաժշտության ելևէջները որոնք են եղել, էլի։ Հա։ Հա, իրականում ինձ թվում է լուծումը շատ բարձր է, էլի։ Ու նայ, ասենք այդ կլկլացնելու բանն է։ Ինձ թվում է ցանկացած մարդ, որ փորձի երգի, մի հատ սովորական հայկական երգ։ Ժողովրդական արի ասեմ, երևի ազգագրականը հեշտ է, որտեվ խմբով են երգում հիմնականում, տենց ինչ-որ վոքելից բան պետք է լինի, հեշտ է երգել, էլի։ Ժողովրդականի մեջ, ասենք, sense երկար պետք է ինչ-որ մի հատ նոտա պայես դու, որը բարդ է, եթե երգիչ չես կարող պայես, եթե ձայնդ մշակած չի, չես կարող պայես։ Լավ բան ես ասում։ Ու երբ որ չես կարող պայես, ձայնդ սկսում է դողալ, երբ որ դողում է, այդ ոնց որ մարդկային ռեֆլեքս է, չէ՞, մարդը չի սիրում, որ ցույց տա, որ իր մոտ ինչ-որ մի բան դողում է։ Չի ստացվում։ Ալնի մարմինը, ձեռը կամ չգիտեմ, ձայնը։ Ուզում է ֆեյքի, որ յանի էդի տենց էլ որ պետք է լիներ։ Հա, ձեռս դողած, որտեվ ես եմ դողացնում եմ, կատակ եմ անում կամ չգիտեմ, բան sense, ինչ-որ մի բան։ Հա։ Ու ձայնը երբ որ դողում է, ասում է դե գիտես ինչ կա, լարի դե դողում է, փորձեմ խաղիկներ տամ, թող կլկլա։ Կլկլոցը դեից է գալի, էլի։ Լրիվ ճիշտ է։ Ես էլ ճոգում ես, որ այդ մարդը ուղղակի ձայն չունի, ասենք այդքան մշակած չի ձայնը, դրա համար կլկլցնում է։ Խապսը տալով բան անում, էլի։ Հա։ Ու եթե ինքը իրականում մշակեր ձայնը եւ այլն, կարող ինքը նորմալ երգեր։ Էդի նաև ընտրություն էլ է, էլի, թե ինչի մեջ ես դու ավելի շատ ռեալիզացվում ու ինչա քեզ դուր գալիս, էլի, որպես ներկայացնել։ Ես թվում է էդ էլ լավ է, որ մարդը կարող ասի ախպեր, ես այնց դուր գալի, վсё, ես սրա մեջ եմ իստենում, էլի։ Բայց օրինակ որ խոսքի քո ասացի պես ես լսում եմ Հայրիկ Մուրադյան։ Հայրիկ Մուրադյան, որ ես լսում եմ, փառահեղ է էդի, որովհետև այդ մարդը առանց կողքի ինչ որ ֆանագրամայի, առանց բինուսի, դու լսում ես ու բարձրանում երկինք։ Ունես ձայնը, որ զգում ես պապոտ ձայնը ոնց որ լինի։ Այ ապրես։ Այդ ձայնը որ լսում ես, այդի հայի ձայնն է, հայի կանչա։ Ոյ այդ այնքան էներգիա ես վերցնում այդ դրանից, որ դու քեզ այնքան հայ ես զգում, որ դու կարաս էդի զգաս։ Այդ ձայնի կանչը քո մոտ տեղ է հասնում։ Չէ, ցնցող է Հայրիկ Մուրադյանը, չգիտեմ։ Բանն է շատ լավ բարի լուսան։ Իշքան վաղտա հա լսում եմ։ Հա։ Ու բարբարային բառերը կա, որ ասենք դեմից լսում ես մի քանի անգամ շուտ անհասանելի բան է թվում, որն է էլի շատ տխուր պատմություն է, էլի, որ այնքան ենք հերված է մեր օրիգինալ լեզվից, որ ասենք Էձևի երգ ես լսում, որ ընդամենը մի քանի 100 տարեկան է, երևի 100 կամ 200 տարեկան, քեզ թվում է թե ինչ-որ խառը բառեր է, անհասկանալի բառեր է։ Մի երկու անգամ լսում ես, ինչ-որ չես ջոգում բան, հետո ասես հենց լսում, ջոգում ես, որ արա հոփել է, ոնց որ հայերեն է, էլի սկսում եմ ջոգել ամեն մի բառը ջոգում եմ ստե, ու հա դա ինչ-որ բարբարային պահ կա, ասենք հիմիկվա գրական հայերենը չի բնականաբար, որ աղավաղված էսի ինչա, կա բարբարային սիրուն բառեր կա ու ասոցացնում ես քո բարբարի հետ, ասում ես ջանորա, դեզոց։ Հա, էլի գալիս ես քո հնին, էլի։ Հա, բավական։ Լրիվ այդ ոնց որ պապը ձենտ է, էլի, ինչ որ մի հատ, օրինակ բարի լուսոն բանի վրով է, ինչ որ տենց եզան վրով է, որ եզից բան է, խոպ կամ կոթանա գցած հողնա, հերկում,
Հա, ասենք մա շատ սիրուն արտահայտություն կա, ասում է գութանչելներ աշխարհն ինչ էր։ Հես ու աշխարհն է, ասենք բարի մեջ աշխարհը հողատարածքին էլ է վերաբերում, էլի, ասենք Բոստանին, բան sense։ Էլ չէի վարի էլի։ Ունես փառահեղ է դի ասում, որ ասում ես Ջոն Օրես ինչ հրաշք արտահայտություն արեց խոսքի։ Հա։ Ասում է աշխարհի շեն վեր գութնիներ։ Yani աշխարհի շինությունը գութանի վրա է դրած։ Ճոգում ես ու մածս նայել ինչ ձևի լրիվ ուրիշ ստրուկտուրա է բառախոսքի, որ այսօր մենք ընդհանրապես չենք օգտագործում էդի։ Այդ փիլիսոփայությունը դուրս է։ Լրիվ կորած անգեր, լրիվ փախած։ Բայց երբ որ հետ ես գնում դրան, քո հիմքերը կանչում են քեզ։ Հա։ Դու ոնց որ վերածանվես, ոնց ասեմ, քո էությունը քեզ ներսից ցեն տա, որ հենց այդ ակոնը։ Օրինակ ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Այն օրը օրինակ մենք ենք մեր սարերը դրեն օրից նայում էի ու Արա շատ լավ։ Այդ որ իրանք հունձ են անում, բան են անում, ես դրանով ոնց որ այդա մանկություն, ոնց որ ինքսից դրա մեջ գտնեմ, կամ այն բանը որ ֆրանսիկը որ լողացնում է, արա այդ պատկերները ոնց է նկարված, բան այդ կինո եւ այլն, ահա որ տենում ես ախպեր, դու նորից հետ ես գնում քո գյուղական կյանք, քո հնին, ինչից դու դուրս ես եկել, ու կարոտով է դի, ոչ թե տխրություն, հա, մի քիչ տխրություն կա, մելանխոլիա կա դրա մեջ, որ էդի քեզնից հեռու է, ու դու լրիվ հիմա լրիվ սարսափելի ուրիշ մի կյանքի մեջ ես։ Դրա այդ ոչ միտեղ չհատվող կյանքի մեջ։ Հա։ Ու դու մի կյանքում, մի կյանքը որն է, ինչքան ենք ապրել, 30-35 տարի բան ենք ապրել, ու դու այդ կարճատև տարիների մեջ այսքան տարատեսակ կյանքեր ես ապրել, ու ամենակարոտով հիշում ես այդ ամեն ինչը, որովհետև դրա մեջ մի հսկա կյանքի փիլիսոփայություն կա, որ մարդը ինքը իր քարտինքով գութանը վերցնում, եզը վերցնում, հողը վարում, ցանում, ստանում բերքը, հողի հետ խոսում, կռիվ անում ու հողին կպած է, հողին է ինքը ձեռ տալիս ամեն օր։ Ու ես մեկ-մեկ հիմա երևի զրույցի թեման փոխելու եմ, այնքան շատ եմ զգում հողին ձեռ տալու կարիքը։ Մենք հողային ինչ որ մասնիկներ ենք, հողի հետ կապ ունեցող մասնիկներ ենք։ Հողաշեն կերտվածք է։ Հա։ Ու հող էլ դառնալու ենք։ Ու մեզ օրինակ ինձ իմ էությունը կանչում է, որ ես կպնեմ հողին։ Այս հոպարս մի հատ բաններ։ Մի օր գնացինք Բոստանում գործ անում, հողերի մեջ է դե։ Ասում ենք ինչ կա, ինչ ես անում։ Ասում եմ հեչ ախպեր, մանից հարմարվում եմ հողերին։ Հա։ Տարիքով մարդ, հա։ Հա։ Հա, տենց ասանա։ Որ գիտես հարցը որն է, որ այն ժամանակվա կյանքը, որ ես հիմա նայում, ես այն ժամանակ ինչ էի մտածում, քյորփա երեխա։ Հա։ Որ եթե մեկ գիլաս հավաքելու զզվում էի, արա, գիլասը փոքր է, չէ՞, ինչ մեդրը լցնում ես, կյանքի ես նետում է, դուրսը խաղում են, բայց դե ոչ ես թողնում մամա թելնի աստիճանին, ասում ես մամ ջան, թռվրան երեխա, հելնում ես, թարում ես բանին, ամենակարմիր բաները վերևի գագաթի պոկում իջնում ես, բայց անհամբեր որ էթաս խաղաս, բայց երբ որ հիմա դու հիշում ես, արա ես հելնում էի ծառից ինքս գիլաս էի խաղում, մենք ուտում էինք, ու այդ ծառը մենք մենակ ջրում էինք ախպեր։ Ոչ քիմիկատ, ոչ մի բան։ Շատ մենք տանենք բանը, չգիտեմ, գոմախ լցնենք ծառների տակ տարվա մեջ մեկ անգամ, կամ էլ այդ խազալը բանի ծառերի տերևները հավաքենք, փռենք ծառերի տակ, որ ինքը դառնար հումք ու էդի ուժ տար էլի ծառին կամ հողին։ Ու դու որ հիշում ես, ու որ հիմա որ պատկերացնում ես, ասում ես, տես, ծառը ինքը քեզի բերք է տալիս, դու իրան ջուր ես տալիս ու ինքը հողից վերցնում է էլեմենտներ, ու քեզ ինքը տալիս է միրգ, վիտամիններ, այլանդակ սնուցող մի հատ այլանդակ ու ինքը մաս մաքուր օրգանական։ Ու այն ժամանակ քո մտքի անգամ ծայրով չէր կարող անցնել, որ 20 տարի հետո դու առերեսվելու ես մի աշխարհի, որտեղ դու բաներ ես ուտում, դու կասկած ունես, ինչքան է դա օրգանական։ Անգամ մտածում ես 20% էլ օրգանական լինի, լավ է։ Կամ էս ինչ կերա։ Կամ էս ինչ կերա։ Ուտում ես համը չես ճակում։ Հոտ չկա։
Ծավալ կա ինչ-որ ծավալային բան է, բայց ոչ ոտ։ Ու դու բաներ ես ուտում, դու ջոգում ես օրգանիզմը չընդունես։ Բեյքոնները բան ասենք որ սարքում են, վեգան մսերը խոսքի ասենք։ Արիդ ինչա вообще։ Սոյայից եսիմ ինչ էլի։ Ու երբ որ օրգանիզմը չի ընդունում, դու ասում ես ախպեր, խի չի ընդունում։ Ես էլ եմ մարդ։ Ես օրինակ ախպեր, երբ որ այդում եմ օրինակ ֆիրմայում աշխատելու, մենք այդում ենք ճաշարան հաց ուտելու, ես ինչը որ ընդեղ ուտում եմ, ես ասում եմ առանց սոուսի, որովհետև իմ օրգանիզմը այդ ինդուստրիալ սոուսները չի ընդունում։ Քանի որ իմ մարմինը սովորել է բնական բազա ունի ինքը, այսինքն օրգանական բազա ունի ինքը։ Ես մի ցելի 15-ից 20-25 տարի իմ օրգանիզմին մենակ բնական սնունդ եմ տվել։ Արական սոուսն ինչ հարաճողում ես, ասենք ինչքան ապուշություն պետք է լինի սարքածդ, որ մատը սոուս տնես վրան, որ ուտվի էլի։ Ասենք հայկական խոհանոցում սոուս կա, անգեր չկա տես բան։ Չկա սոուս։ Հա մաքսիմում ասենք ինչ որ։ Կա, բայց իմասես չասենք բան։ Պոմիդորա բանա կամ չգիտեմ, տոմատի մածուկա մաքսիմում, դա ասենք կարող է այդ սեզոնին չլի բան, պոմիդոր, հա, մածուկն է օգտագործում խոսքի։ Իսկ Եվրոպայում ապեր դու ինչ։ Սա սոուս է։ Ամերիկայում ընկեր ասենք պիցա են սարքում, ապուշ եսիմ ինչեր են լցում վրան կամ պաստա են սարքում, սոուսը լից, ասենք իտալացիքին պատում ես գժվում են, տենց։ Հա։ Այնպես մոտել ահագին բնական է պատել, ասենք։ Հա։ Եսիմ ինչեր են լցում վրան, որ համ տա էլի։ Որտե համ չկա անգեր։ Առանց անած nutrition ունենալու ինչ-որ կերեր, ասենք, առանց սննդային արժեքի ինչ-որ ուտելիքներ։ Ինչ-որ համա, որը որ մենակ քիմիայից է բաղկացած, սենց է դառնում, էլի, հա։ Դու դաժե դրա կազմը կարդում ես, առանց բան չկա, որ դու ճանաչես։ Սա քիմիկա տանուններ են։ Ոչ մեկի չես ճանաչ։ Ոչ մեկի չես ճանաչ։ Սովոր։ Էսի խիա եկեր։ Ու ոնց որ իմ մոտ բան է դարել։ Սովորություն, որ ես մի բան որ առնում եմ, պարտադիր հետևը մի հատ պետք է կարդամ ինչից է ինքը բաղկացած, որովհետև պետք է դարել է նաև սովորություն ամեն ուտելուցս հետո ես ինքս ինձ հարց տամ, ինչ կերար։ Դու ինչ տվեցիր քեզ։ Եթե ես տվեցի ինձ զիբիլ, ուրեմն ես դժգոհ եմ ինձնից։ Էդի արդեն դարել է ավտոմատ բան։ Չգիտեմ, fast food ուտեմ, ես հաջորդ օրը թե մարմինս է ինձ ասում, ախպերիս ինչ ծանր ես դու այսօր։ Ինքը ոնց որ քեզի սիգնալ տա։ Համեր դու հիշում ես ասում ես, «Էդ ինչ զիբիլ էր, էդ պետք էր որ ինձ տայի»։ Լոխացա։ Հա, լոխացա, թուլացա ախպեր, գրվա։ Ընկա տեմպի տակ։ Հա, տրվեցի չարին էլի։ Կոմոդ էլ է տենց։ Հա։ 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 Բաներ կա որ դու սոտում ես թույն, հա։ Շատ լավ է։ Հա։ Ու գիտես որ հետո տենց ալնելու, բայց ուտում ես, ասենք, չգիտեմ, ինչ որ ամիսը մեկ կանչում է։ Ամիսը մեկ։ Ստամոքսը ասում է, դավայ մի հատ թույն, ասենք, նեապոլիտանական պիցա ուտենք։ Սա լավ սարքած։ Ու գիտես ուտելու ես, հետո մեռնես այդ կարբոհիդրատներից, այդ հացից սատկես, ասենք։ Ճիշտ է։ Հազիվ քեզ հասցնես տոն էլի։ Որ չքնես ճամփին։ Որ չքնես ճամփին, հա։ Բայց ուտում ես մեկ եսիմ։ Հա։ Կամ խոսքի երբ որ ճանապարհորդում ես, տակի տակ պետք է սննդից օգտվես դրսի։ Հա։ Չգիտեմ, այդում ես Իտալիա, всё պիցայա ու պաստա, սա կարբոհիդրատ ենք ասած էլի։ Ու սա օրը դու էդ ես ուտում, օրը ջոգում ես, լցվում ես, ծանրանում ես։ Հա, ինչքան էլ խոսքի օրը մի անգամ ուտես պիցա մնացածը, չգիտեմ, բանով, մրգով, բանով էսկոմ ենկոմ ադբիտ անես, բայց ամեն դեպքում էլի ոնց որ ինքդ քեզ քո դեմ մեղավոր զգաս, որ մի շաբաթ կամ 10 օր դու մենակ դրսային զիբիլ կերար, հասկանում ես։ Ու ես օրինակ, չգիտեմ ինչ պետք է լինի, որ ես դրսի սննդին սկսեմ վստահել։ Ինչ էլ լինի, ես իմ մեջ այդ բանը կա, հա, որ ախպեր, եթե դրսի սնունդը է, դա բիզնես է։ Ու այս մարդը տեսնում է, որ ոնց հանի, որ ինքը այդ իր ապրոդուկտի ստեղծման վրա մինիմալ փող ծախսի։ Ու շատ հաճախորդ բերի։ Ու շատ հաճախ բերի դրանց։ Հա։ Ինքը լավ համ է տալիս, շատ բարի, բայց ինքը ինչ է խառնում, որ լավ համ տա։ Այն աննասուն բաներից էլի որ կանչելու է հետ քեզի էլի, ասենք KFC-ն օրինակի համար կամ տես բաներ անգեր։ Դու ուտում ես, արա ուտելու ժամանակ ասենք կծում ես, հասում ես ոսկորին, տենում ես փդած է այդ ոսկորը, ինչ որ սև եսի ինչ արա որ։ Ասենք
դիցուկ հավառնես, ընկեր ոսկորը այդ գույնի չի լնում։ Ճիշտ ես ասում։ Ով որ այդ համեմունքները հելնում, ատակից այդ ոսկորի ու մսի այդ մասի հոտը առնում ես, խփում ակտի։ Որ ասում ես, «Էս ինչ աննաս, էս ինչ արա, էս սատկած անգղի միս է խոսք, էս ինչ արա»։ Ու բայց ուտում ես ընկեր, որտեվ այդ վրի համեմունքները, այդ MSG, ես շատ իմանամ ինչ զիբիլ կոնսերվատիվներ են լցվում, всё գնա։ Այնքան ես դու էդի ոնց որ համեղ համարում դաժե։ Հա։ Ասում ես ախպեր դզեց խոսք։ Կենսաբանական խաբս էլի, օրգանիզմդ ասում է դե թույն է, էսի լավ է ուտենք, բան հավես է էլի, կայֆա տալի։ Հավես է, կայֆ է։ Կայֆա տալի ախպեր։ Դե երբ որ չգիտեմ, կյանքի մեջ էլ լիցքերը այնքան շատ չեն, օրինակ որ խոսքի գցեն Գերմանիայի կյանքի մեջ բան, ուտելու ֆակտորը դառնում է մեծագույն կայֆերից մեկը։ Շատ լավ ես ասում, հա։ Երբ որ դու կյանքի մեջ այդքան կայֆ չես ունենում դրսից, ներսից, էսից, այնից, դու զգում ես կյանքը չի ապրում, որ քեզի գցի այդ ժամացույցի մեջ, որ տկ-տկա սիրտդ կյանքով լի, դու ոնց որ էգոտ արդեն սկսում է կողից կշտից գտնել մեթոդներ, թե ինչից ինքը լիցք կստանա, ու ասում ախպեր, հա համեղ սնունդը քեզի այդ դետեկտորները համային, գոնե ինքը քեզի հաճելի էմոցիաներ է ապարգևում, ոչինչ, այդ 15 րոպեանոց հաճույքը գոնե այսօր քեզ թույլ տուր։ Հա, հա։ Թույլ ես տալիս այսօր, վաղը դու թունավորված այդ սննդով, անընդհատ sense շարունակական ու ինչ որ պահի գալիս ես գիտակցության, որ եղբայր ես ինչ չպետք է կրվեմ։ Ինքս իմ դեմ էլի չպետք է եթամ, ու ինքս իմ օրգանիզմի դեմ չպետք է թույլ տամ, որ էգոս հաղթի օրգանիզմիս առողջությանը, Հա։ Բայց դա դե հա, մենք ենք փորձում էդի բալանսի բերենք, բայց երբ որ տեսնում ես ինդուստրիայում ապրող մարդու օրվա կարգացուցակը, ով ինքը կգնա ամեն օր այդ սոուսները կուտի, ճաշարաններում, իրանց օրգանիզմը սովորում է դրան ախպեր ու լավ էլ ապրում է դրա մեջ։ 70-80 տարի մարդիկ այդ սոուսներով ապրում են, դու զարմանում ես, ասում ես, ախպեր, ես եք ուզեի իմ օրգանիզմը զիբիլ ընդուներ, հա։ Ես էլ այդքան, հա, հեշտ տանեի, ապրեի։ Բայց քո դեմ խնդիրներ ա ստեղծում օրգանիզմդ, որովհետև դու բնականին ես սովոր։ Դրա համար է չաղանում են էլի։ Հա։ Այս ընդհանուր մարսողական համակարգը կամ GATT ասածը, չգիտեմ, երևի որն է ճիշտ էլի մարսողական համակարգ երևի։ Այսինքն մարսողական համակարգը տիրապետում է ինֆորմացիային, թե քեզ ինչքան է սնունդ պետք, ինչ է պետք եւ այլն եւ այլն։ Բայց բերանը չի տիրապետում։ Ճիշտ ես ասում, հա։ Ու դու կարաս ասենք, հա, էդի ասենք ծամես, նամանավանդ որ դու այդ քո ասած բաները, սենսացիաները չես ապրում համային, որ ասենք Հայաստանում համերը նենց խիստ է, ասես մեկ-մեկ նույնիսկ ասում են վուլգար համերը, ասես խփում է անգեր, ինչ որ մի բան կերար տվեց, ասենք պանիր կերար, խփեց գլխիդ։ Ջան, արա հացը կերար, հոտ քաշիր, ինչ որ խփեց։ Ասես ոնց որ համերի տարբեր լեն սպեկտր լինի, ամեն մեկը մի հատ ասես շատ նեղ գծով, ասես խփում է, ասես նեղ գծով։ Ստե ուտում ես ոնց որ խամրած լինի այդ սպեկտրները, ուտում ես, ասում ես, սարս տոլի պոմիդորեր, տոլի ինչ որ բան, ասենք, չգիտեմ։ Ճիշտ ես ասում։ Վալերյան կա, չգիտեմ, ինչ կերա, ինչ որ նույն համն է գալի, ինչ որ ու չի ապրում այդ excitement-ը, ու ասես կախվածության մեջ ընկած ոնց որ հաճույք ես ման գալի։ Հա ուտում ես, ասում ես կարող եմ այդպես կոմբինացիայով ուտեմ, կայֆ տա։ Ասենք բես բանի վրա պանիր լցեմ կամ չգիտեմ սոուս լցեմ, ես վրա կարող է կայֆ տա։ Ուտում ես, այն հույսով որ կայֆ է տալու ինչ որ ու կարող է տա ու այս բանն է տա որ տալիս է կայֆ։ Դու ասենք կարող է դու չգիտեմ ինչ որ թույն պանիր, ասենք, չգիտեմ, դնես այդ մսիդ վրա ինչ որ մի հատ սոուս լցես, կայֆ տաս։ Ասես թույն, ես ինչ համով կտոր կերանոր։ Ու այդ կազինոյի էֆեկտը քո մոտ եղավ, հա, այդ էֆեկտը, որ դու սպասում ես ինչ-որ մի հատ հաճելի պահի, բայց չգիտես այդ հաճելի պահի երբ է գալու։ Ու այդ կախվածության մեջ ընկնելու, ընդհանուր առմամբ կախվածությունների համար մեկ ֆակտորը էսի է, էլի, որ դու գիտես, որ հեսա մի հատ բոմբ եմ բռնելու, բայց չգիտեմ երբ եմ բռնելու։ Ու դա գցում է քեզ խաղի մեջ, ասում ես, հեսա մի հատ է խփեմ, հեսա 7 կգրի բանի վրա այդ։ Ու տես գնում ես աշկերից մեջ։ Ջան, համը կտա։ Ճիշտ ես ասում։ Ու տենց ուտում դրա համար չաղանում են մարդիկ ստե։ Իսկ մենք որ ծանոթ ենք իրական համին, այդ խիստ համերին, էլի, ստե ուտում ենք,
շատ ալնում իհարկե ուտում ես, հետո ջոգում ես շատ կերար, ծանրացար, բայց պահերա գալի, որ քեզ reset ես անում, ասում ես հոփելը ոնց որ չի ընկեր, մատ դու սովորաբար այսքան չես ուտում, էլի, տեմպի տակ մի ընկի։ Հա, բայց հա, ասա։ իրանք որ ասենք ծնվում են սրա մեջ, հա, օրինակ չգիտեմ, գերմանացի ես կամ ուրիշ մի հատ տենց ազգ, որ ուղղակի ուտելիքը թե արևի պակասից չի կարա այդ համն ու հոտը ունենա, էլի, խառնված է սպեկտրները։ Ուտում ես, չաղանում ես, դες մնում ես էլի ինգեր։ Բայց նայ մեր մոտ չաղերն ավելի շատ են, քան այստեղ ախպեր։ Այդի լավ ես ասում, բայց ինձ թվում է մեր մոտ չաղերն ավելի շատ են, որտեվ ավելի շատ են ուտում։ Մեր մոտ զուտ շատ են ուտում։ Հա, ոնց որ ավելի հաճախ են ուտում, ասենք ամեն օր կարող է խորոված ուտեն, խոսքի sense վայրենի խորովածներ։ Մեր մոտ նայ, ճիշտ ես ասում։ Ստե անկապ սալատ է ուտում, բայց ասենք փիղա։ Որտե մեջ ինչ որ աննասուն սոուս է լցրել այդ մարդը, ու չգիտի որ այդ սոուսի մեջ կոնսերվատիվներ կա, գնաց բարձ։ Մեր մոտ ճիշտ ես ասում, այդ համային խտությունը ինքը անընդհատ կանչում է, որովհետև մեր մոտ խիտ է այդ համերը։ Ու մարդիկ, որ այդ խիտ համերը ուտում են, այդին էլ ավելի էֆեկտիվ է կանչում մարդկանց, որովհետև դու գիտես, ոնց որ այստեղ դու կարող ես 10 օրը մեկ համեղ մի բան կարենաս ասացի պես կազինոյում կրես։ Հա։ Իսկ Հայաստանում դու կարող ես ամեն օր համեղ բան ուտես։ Հա, հա։ Ու դու ամեն օր սկսում ես ավելի էնտուզիազմով ուտել Հայաստանում։ Ու Հայաստանում ինձ թվում է այդ համի բանը, այդ համի կոնտրաստը ավելի շատ նաև անգած է շատ յուղ օգտագործելու թեմայի մեջ։ Հայաստանում ամեն ինչ յուղոտ է, ժարիտ է, հա, շատ բան էլի, ավելի ինտենսիվ ասում, հա։ Շատ ինտենսիվ է։ Ու դա ոնց որ մարդուն բնական է բերում է ու բացի դեռ Հայաստանում հացեղենը, սպիտակ հացը ինքը ահա որ չաղացնող բան է, ախպեր։ Ու այդ սաղ իրար հետ ոնց որ համակցություն բերում է որ մարդու դարձնում է տենց։ Այստեղ այդ ուտելու process-ը ավելի երկար է, որովհետև համային դետեկտորները ուտում ես, ինքը չի ճանաչում, որ դու բան ես ուտում։ Հա։ Այստեղ էլ դու ուտում ես սնունդ, մի քիչ շատ ես ուտում, որովհետև ինքը հələ համային դետեկտորները չեն ճանաչել, որ դու բան կերար։ Ստամոքսը արդեն հասկանում է, որ լիքն ես ախպեր։ Բայց հələ դու այդ կայֆը չես ստացել։ Հա, սենց է դառնում ստեղի թեման, էլի, որովհետև համային քո ասացի պես ոնց որ չգիտեմ, երկինքն է մութ, պատերն են անգույն ու սենց բան, նույնն էլ համերը։ Ոչ մի էմոցիա չտվող բաներ են, էլի, հա։ Ու անընդհատ դրա մեջ էլ ենք էմոցիա փորձում փնտրենք։ Այդ է դառնում։ Ու գիտես նոր ինչ էի մտածում, այս բանի պահը, ասենք, տենց ուտելու մշակույթ կա, չէ, որ հիմա Հայաստանում էլ անգե, բայց բնականon չկար այդ։ Ասենք սովորաբար սենց մոմենտներ կա, չէ, ու ինչ որ ուտելիք ես ուտում, յանի նախուտեստ կա եւ այլն, հա։ Հետո կա հիմնական ուտեստ, որ հա, օքեյ, դա ինչ որ չափով հասկանալի է, ոնց որ մի քիչ տաքացնում ես ծնոտը, ասենք, ստամոքսդ, մինչև հիմնական ուտելիքը կեթա, հա։ Հետո հա։ Բայց դրանից հետո կա բան, դեսերտ, սենց մոմենտ կա, դեսերտի մոմենտ, որ ասենք հայկական իրականության մեջ չկար էդի։ Չկա էդի։ Ասենք ինչ դեսերտ արա, խի պետք է խմորեղեն, խի պետք է շաքար ուտես, կերածիդ վրից։ Հա։ Ստե, նայ, սենց մի հատ մոմենտ կա, ոնց որ դե բնականաբար, որ ուտում ես, նամանավանդ եթե շատ կարբոհիդրատներ կերար, այսինքն հացեղեն եւ այլն, էդի ինսուլինը ճպսնում է վերև, ու ինսուլինը եթե ճպում է վերև, դու քաղցր բան ես ուզում, կամ շաքար ասված է, էլի խփում է վերև, դու քաղցր բան ես ուզում ուտես։ Ասենք մարդ կա, մի հատ շոկոլադ է ուտում, հաց ուտելուց հետո պարտադիր։ Հա, կոֆեի հետ բան, հա։ Կոֆեն ասենք ինչ-որ չափով ջոգում ես, որտեվ ինդուստրիալ վիճակների մեջ են մարդիկ հիմա, իրանց չեն կարում թույլ տան, հա, որ ուտելուց հետո մի կես ժամ 40 րոպե կամ մի ժամ մած դնջնան, պետք է կոֆեն խմեն, որ չէ, հանգարց մոմենտի տակ հանգարց չհանգենք։ Հələ դա էլ է հակամարտ էլի։ Ջոգում ես, հա։ Հակամարտ, հա։ Իշկեշա էլի կերար արա, ասենք դու մացես process արիր էլի, էներգիա տվիր օրգանիզմիդ, բայց ասում ես լավ չէ, բան։ Ոնց որ նորից պետք է արդեն օրգանիզմիդ շանտեղ չդնես, էլի, ասես գնացինք առաջ, էդի մոռացի գնացինք, բան։ Այ աբրես, ու ամեն օր ախպեր։ Դե նա միկ է էլի, ասա։ Հա, կամ սալաթեղին մի ձև քեզի խափի, որ բայց այդ պահին էլ եթե դու
այդ լանչ ասվածը չանես ցերեկը, նշանակում է դու իրիկունը պետք է պինդ ուտես։ Կամ էլ առավոտը լավ պինդ պետք է ուտես, չգիտեմ 9-ին 10-ին, որ էներգիատ բավարար չափով հլա օրգանիզմում լինի, որ մի հատ մարսի այդ սնունդդ ու դրա արդյունքում դու չքնես։ Բայց երբ որ դու առավոտից օրինակ աշխատել ես մի 5 ժամ օրինակի համար, հա, արդեն օրգանիզմիցդ եկա չափով էներգիա հել է։ Մի հատ էլ դու լավ ուտում ես պինդ, ուտեից էլ ինքը էներգիա քանում որ մարսի, դու պետք է եթաս մի կես ժամ դնջանաս։ Բայց քո ասածի պես sense անբնական գրաֆինգով վեկալու կոֆե են խմում, որ օրգանիզմին հուպ տան, ասեն, չէ, ախպեր, դու պարտավոր ես, շարունակի։ Ու արա ինքան ցավով եմ էտի ասում ընկեր, որովհետև դու տենում ես, որ մարդիկ կոֆեից են կախված լինում, դու տենում ես, որ մարդիկ թուլանալ իրանց թույլ չեն կարում տան, որ հանգարց մեկը չտենա դու կոմպի դեմը նստած, վայ աշկերտ արդեն մարում է։ Արա բայց դա բնական է, արա։ Բա։ Դե հա, միմիկ են անում AI-ին, միջև AI իրանց replace կանի էլի։ Հա, էլի այ աբրես։ Բայց այդ ամեն ինչ հետ ոնց որ անբնական process-ներ են, օրինակի համար հենց մեկը ձմեռը։ Ձմեռը բնությունը քնում է։ Բայց մարդը ձմռանը պարտավոր աշխատի նույն տեմպով, ինչ որ ամառն է ինքը աշխատում։ Այնինչ 40 տարի առաջ կամ լավ 40 չէ, կներես ախպեր, ասեմ 100 որ սուտ չլինի, երբ որ մարդը կոնկրետ հողի գործ արել էլի համայն աշխարհում։ Ինքը ապրել է սեզոնի հետ։ Այո։ Սեզոնում ինքը աշխատել է, հավաքել է, բերքա, էսա, այնա, խոտա հնձել, բան եւ այլն։ Ինքը հողի ու կենթանու հետ է գործ ունեցել։ Իսկ ձմռանը ինքը քնել է բնության հետ։ Այսինքն բնության հետ սինխրոն է գնացել։ Իսկ ինդուստրիալիզացումից հետո մարդը ճանաչեց, ասեց ախպեր, ես ընդունում եմ այս պայմանները, ես կաշխատեմ ամռանը նենց, ոնց որ ձմռանը նենց, ոնց որ ամռանը։ Իսկ էդի բերում է մարդուն հագեցում։ Ձմռանը մարդը արդեն դեպրեսվում է, որովհետև ինքը չի գտնում բավարար ուժ, տեմպ, որ կարողանա նույն ընթացքով աշխատի ինչ որ ամռանը, բայց մարդու վրա դրվում է նույն պրոյեկտները, նույն անելիքները, ինչ որ ինքը այն ժամանակ է անում։ Բայց բավարար էներգիա չունես, պետք է ճաղես ներսիցդ քեզ, հասկանում ես։ Անբնական է դա ախպեր։ Հա, շատ ճիշտ ես ասում։ Հա։ Ո ձմեռը սկի վախտ աղը տենց դուսը չեն եկե տնից, չէ, ասենք շաբաթներով, այնքան ձուն ա եկե դրե, ասենք սաղ փագել է։ Բյուրականում տենց էր, օրինակ այն ժամանակ լավ ձուն էր գալի, խոսքի չգիտեմ, կգար մի 70 սանտի հաստատ լավ կես մետր կգար։ Այն ժամանակ էլ դե մաքրելու բան հնար չկար, չէ, սաղ գյուղը ձուն էր։ Դաժե մարդ չէր կարող խոսքի հելներ այդար ինչ որ տեղ, որովհետև կամ ինչ որ մեկը քայլել էր առավոտ։ Տենում ես մի հոգու ոտնահայտ, օբշի ցելի փողոցով, արան ես կայֆ էր։ Ու դու ոնց որ պետք է եթաս հարևանի տուն, այդ նույն մարդու ոտնահայտքերով փորձում ես այդաս, որ գոնե ոտերից մեջ հա ձուն չլսվի, էլի հասկանում ես։ Չհալվի իրանց տունը, չէ, ջուրը սաղ։ Հա, հայտարակելնես։ Արա հավես էր էլի ախպեր։ Ու դա այնքան բնական էր, որովհետև ոչ մեկ ոչ միտեղ չէր շտապում։ Մարդիկ ապրում էին։ Այս կյանքի տեմպով, որը որ գոյություն ունի, քո վզին դրած չէր, որ այս ժամին պետք է հելնես ես։ Հա, ճիշտ է, կովին, մովին, էթում էր դու բնական է, դա պետք է անեիր։ Բայց կովին գնացիր կերը տվիր 10 րոպե ախպեր, տակը մաքրիր 20 րոպե կես ժամ, հել արեկար, չգիտեմ, դու քո ընթացքով արդեն ձմեռվա։ Լրիվ լիքը բերք ու բանջարեղենը պահածոյացված դրած 100-ով 200 բանկով։ Հա, ու դուք լրված, փեջը վառած։ Ախպեր դու այդ ժամանակ դաժե կարար ստեղծագործեիր, հասկանում ես։ Երեխեքը դաս անեն, բռնաս այդ պոեզիաներից կարդաս բան։ Արա պատկերացնում ես ինչ կայֆ։ Ու մեր տանը տենց էլ եղել է։ Մամի լույսի տակ բան, մամաս դնում էր պոեզիա կարդում, արևմտահայերենով դուրյան մեծ արենց մասես բաներ։ Ու չգիտեմ, այնքան սիրուն էր այդ ամեն ինչն ախպեր։ Կամ խոսքի իրիկունն եկավ լույս չկար, հա, ճիշտ է, շատ վատ տարիներ էին դրանք, բայց իմ մեջ այդ ասոցիացիան եղել է այդ միավորման, միաբանման։ Այդ տարիներն եմ ես հիշում, երբ որ դա հիշում եմ հարևանների հետ ջերմ կապը, բան։ Ու այդ երեկոն որ եկավ,
Page-ը վառում էր, page-ի այդ դեմի դռան վրա դե ծակեր էին անում, որ սենց օդ խաղար, կրակը վառ մնար ու այդ կրակի բոց կլտոցը այդ բանը արտացոլանքը պատերին, որովհետև մութ էր գիշերը դե լույս չկար, մոմ էինք վառում սենյակի մյուս ծերը օրինակ, ու այս արտացոլանքը ընկնում էր պատերին, այս կրակի խաղը պատերին, ոնց որ կինո նայիր։ Բանի վրա էլի, հա։ Ու սենց նստում էի։ Կրկնող կինո էլի։ Հա, ու նստում էի ախպեր, ասեն ժամերով կարող ես այս կրակի խաղը նայել պատի վրա։ Պատկերացնում ես ինձ, սիրուն էր, էդի սիրուն էր։ Բա կարտոլ դնում եք վառանի վրա։ Արա դիարա չկա տենց բան։ Վրա չենք դնում, դուխովկա ունենք։ Ուտած ստեյքի հետ չեմ փոխի, ասենք։ Հա, մի հատ կարտոլ է։ Ես էլ շերտում դնում ես վառանի վրա։ Հա։ Շատ ուժեղ։ Ու գիտես ինչ համ եմ հիշում, ընկեր։ Դե որ այն ժամանակ բերում էին փոխելու բաներ, օրինակ ուշ աշնանը, տարբեր գյուղերից բաներից բերում էին այն բերքը, որը որ աճում էր այդ գյուղերում, ինչ ջերմոց, ինչ սուտի զիբիլներ, չէ։ Ու մոտ ինչ աճում էր բերել։ Ու մոտ ինչ աճում էր, դա էր բնականը։ Որ ինչ սիրուն է էլի, որ Հայաստանում այդքան բազմազան, հա, պատկերացնում ես։ Բերքը բարի կա, որ կարան փոխել։ Գժություն է դա, որ հիմիկվա հետ համեմատում ես, ես խոսում եմ խոսքի 15 տարվա պատմություն էլի հասկանում ես։ Ու այդպես բերում էին այդ բերքու բարիքը, փոխում էին, մենք ինչ ունենք, խնձոր ունենք, պոպոկ ունենք, լիքը էլի։ Հա, չգիտեմ էլ ինչ կար, տանց կար, բան կար, sense բերքու բարիք էր։ Ու խոսքի բերում էին կարտոշկա, սող, մեկ-մեկ խոսքի Սևանից բերում էին նաև ձուկ։ Ձուկ, այո։ Ապեր ես այդ համը Եղեգնաձորից դեղց մեղց խոսքի։ Հա, նաև այդպես ինչ որ թոզ մոզ ասում։ Այ ապրես։ Ու դե Արարատյան դաշտից արդեն կաղամբ, բան, ձմերուկ, այ ապրես, հա։ Ձմերուկու կեսը, հա։ Ու խոսքի ձմերուկը բերում էին այն մեծ զլերով, եկքալցրած բանը ախպեր, եկքա մեծ բորտերով։ Ով որ վատերը հիշում էին տնեցիկ, որ մյուս անգամ այդ ձմերուկ բերողին ասեն, արա։ Խափիր վատ ձմերուկ։ Բայց ինչ իման այդ մարդը խոսքերն ասի։ Ու այդ կուլտուրաներ էր դասող, որ սենց գոռում էին, ինչ որ ծախում էին։ Բան չէին տալի, սիգնալ չէին տալի ավտոներ ճամփի, բան ծախում մտնելով, էսի չգիտեմ, քյալամ, էս են։ Ու հիշում եմ մի օր, որ այտենց ու շաշուներ, ձուկ էին բերել, ու այդ ձուկը ծախում էին վեդրոյով։ Խոսքիս էս փոքր վեդրո էր, չգիտեմ, մի վեդրո ձուկը 2 կիլո պոպոկ, օրինակ, կամ 1 կիլո պոպոկ էր, օրինակ, հա, այտենց։ Մաման այդ ձուկը առավ ու արդեն փեջ էինք դրել, սարել էր եղանակները, էլի ու շաշուն էր։ Գիտես են որ պահներ են, որ դուրսը խազալ են այն բանի, այդ հավաքած տերևները, որ վառում են էլի, մարդիկ կան վառում են։ Այդ հոտը այդ խազալի, այդ սեզոնն էր։ Ու այն որ երեկոն որ արդեն մտնում է, մայրամուտը կարմիր, դե ու շաշնանը շատ կարմիր, դեղին լույս է ալնում ապեր։ Այդ ժամանակներ արդեն մաման փոխեց այդ բանը, ձուկը բերեց, այդ մեր փեջը դուխովկա ուներ։ Վերջ այդ դուխովկի մեջ այս ձկները դրեց, 2 դուխովկի մեջ դրեց, կողքները կարտոշկեն շարեց, համունունքով ու բանով կանաչիով, բանով եւ այլն, լավ, սենց ամեն ինչը տեղին։ Օրը ես հիշում եմ ընկեր, որ դե լավ վառվում էր փեջը։ Որ այդ ձկները որ հանեց, դրեց այդ թավով սեղանին, վայ, ես դա երբեք չեմ մոռանա անգեր։ Այդ հոտը, այդ մշմշալը որ ձեռով ես փոկում ուտում ես, այ, ասում ես, այ դա համը։ Արա էս ինչ լավ հիշողություններ կան, Ու գիտես ինչ, այդ հիշողություններն են ձևավորում մեզ, որ դու այդում ես քո բնական, այսինքն երբ որ համեմատում ես քո բնական ապրելակերպը այս ինդուստրիալ կյանքի ապրելակերպի հետ, այն որ դու ասում ես եղբայր, ես կուզեի, եթե ինձ ելներ ընտրությունը, աշխարհի ընտրությունը, ես կուզեի որ այդպես բնական մնար ախպեր։ Ես կուզեի օրինակ անկեղծ եմ ասում, եթե պետք է զոհաբերությունը լիներ ինտերնետ էսեն, ես հաստատ նախապատվությունը կտայի այդ բնականության մնալուն ախպեր։ Այնքան սիրուն էր այդ ամեն ինչը, այս ներկայով ապրելը, Հավայի կախումներ ձեռք բերել, չձեռք բերելը, այդ
զիբիլներից ու այն օրը խոսում ենք մենք այդ ձանձրույթից, որ մարդիկ կարային իրանց թույլ տային ձանձրանային։ Հա, ինքնան փոխվեին էլի։ Հա, Իրանք իրանց գտնեին երևի, մտածեին իրանց մասին։ այ ապրես։ Հիմա սաղի մոտ պատկերացում է, թե պետք է travel անես, որ գտնես քեզ։ Հա, օրոյտի։ Արա որ ամենամեծ, ասենք, bullshit-ն է, հա, bullshit-ն է այդ ինգեր։ բացարձակ bullshit է դա։ Ես երեխա ժամանակվանից ջոգում էի, որ այդ դրա մեջ մի բան այն չի արա։ Արագ ասում էի travel անես, որ ջոգես, արա ոնց որ չէ, արա խիպետի գնաս դու Բալի կամ գնաս Փարիզ, որ քեզ ճանաչես, արա։ Ընդ է ինչ քո բանն է, քո կոպին է դրած, ընդ է պետք է գնաս ճանաչես։ Կամ ընդեղ է այդ տեղեկությունը, որ գնացիր վեկալար եկար էլի։ Փարիզում դու ինչ պետք է իմանաս քո մասին, արա։ Ոչ քո պապն է այդ Փարիզը սարքի, արա, ոչ դու Փարիզի հետ ինչ-որ կապ ունես, արա, այ Փարիսեցի։ Այ Փարիսեցի, արա։ Սա դա էլ ինգեր կապ չունես ընդհանրապես, արա, ինչ պետք է գտնես ընդ քեզ։ Մաքսիմում դու պետք է ճանաչես քեզ ճանապարհորդելուց։ Որ ինչ-որ մատ շատ փոքր ասպեկտ է։ Ճանապարհորդելուց ինչ-որ պատասխանատվություններ կա վրա, այդ ասենք ես իրերս հավաքեմ ճիշտ, թղթերս ճիշտ ունենամ, ճիշտ ավտոբուսն է։ Ճիշտ ավտոբուսն ստեմ, ճիշտ բուք անեմ այս տեղը, ճիշտ ժամին ես ինչ տեղում լինեմ։ Ինչ-որ մի հատ process է, որ գնում ես մի հատ լրիվ ուրիշ քաղաք, հա, որ ասենք սաղ կյանքդ ինչ-որ մի բան ես արել, օրվա վերջում գնացել ես նույն հասցեում, նույն տեղը քնել ես։ Նույն տուրը բացել ես, ուտելիք եղել է, կերել ես, դե հիմա չկա դա։ Հա։ Դա ասենք միակ տարբերությունը, որ գնում ես մի տեղ, որ դի քնես մի քանի օր, մի տեղ չգիտես ուր դես քնելու խի ոնց։ Դա ընդամենը այդ մի բանն է, որ քեզ պետք է ճանաչես դրա վրա, ասենք հասկանաս դու սիրում ես դա թե չէ։ Հա։ Այդքան բան էլի։ Այս էպիզոդը ավարտենք այսքանով։ Ավարտենք։ Ու այս travel-ի թեման ինքը շատ ոնց որ ծավալուն է, արի այս մյուս էպիզոդում խոսանք դրա մասին մի քիչ, հա։ Follow եմ տալի քեզ։ Շատ շնորհակալ ենք, որ լսում եք մեզ, ուսանք հավանում եք այն ամեն ինչն ինչ որ լսում եք կամ խոսում ենք։ Ու շնորհակալ ենք մեզ լսելու համար կամ մեզ հետևելու։ Հաջողություն, մինչ նոր էպիզոդ։ Մնացեք բարյավ էլի։ Մնացեք բարյավ։